խնդրում եմ ինձ տեղյակվեց գործի ընթացքի մասին։ Լավ։ Բարև Եվոր։ Բարև Գարիկ։ Ես մի քանի ժամ զանգում եմ, հեռախոսը չես վերցնում։ Հեռախոսը մոտս չէր Գարիկ, դրա համար չեմ պատասխանել։ Ինչ-որ բան է եղել։ Հա, եղել է։ Գոքորին են ձերբակալել սպանության մեղադրանքով։ Ում սպանության։ Ինչի դու գլխի չես ընկնում։ Չեմ ջոգում Գարիկ, ես պրիդիավկա ես անում։ Ես սպայի դրությամբ կոնկրետ բան չունեմ քեզ պրիդիավկա անելու համար։ Բայց մարդիկ խոսում են, որ դու դժգոհ ես մնացել մեր խոսակցությունից, երբ ես ու Գոքորը Մալխասի կազինոյում հանդիպեցինք ձեր երեքի հետ։ Հա, դժգոհ եմ մնացել, որովհետև դու ու Գոքորը ինձ չեք հարգում, ու դրել եք գռուզիտ եք անում, ու այս քաղաքում ինչ էլ նմա ինձ եք մեղադրում։ Երբ են հորիկին բաց թողնելու։ Գործը ընթացքի մեջ է։ Եթե դու մի անգամ էլ քո ինքնագլուխ գործողություններով խանգարես իմ պլանները, Լավ, ես դա արդեն հասկացա, Վախթանգ։ Բայց որպեսզի դու ինձնից գոհ մնաս, այսօր երեկոյան քեզ մեծ անակնկալ է սպասվում։ Ես անակնկալներ չեմ սիրում։ Ես մեկը կսիրես, ու չես էլ պատկերացնում, թե ինչ մեծ ջանքերի շնորհիվ եմ ես դրան հասել։ Ինչի մասին է խոսքը։ Մինչև երեկո որ սպասես կիմանաս։ Հա, իդեպ մենք հյուր ունենք, հիմա նա սպասում է, որ մենք ընդունենք նրան։ Ո՞վ է։ Խոսքը ջահերներից են մեկի մասին է, որ քաղաքի լավագույն տղերքի կեսին ականջների վրա է կանգնացրել։ Ինքդ կհանդիպես նրան։ Առանց իմ ներկայության, ես չեմ ուզում խառնել այդ գործերին։ Արա ինչ պետք է։ Լավ, ես հասկացա։ Դե դու մինչև բան պատվիրես, ես գնամ խոսեմ գամ։ Պետք չի, ես ոչ մեկին ոչինչ չեմ ասի։ Գնա ու գործը ավարտի։ Հիմա ես քեզ հետ ոնց վարդեմ, Խնդրում եմ ձեզ ինձ մի սպանեք, ես ոչ մեկին ոչինչ։ Լավ։ Հեռախոսը։ Ինչ։ Հեռախոսը տուր։ Ես հարազատներիդ համարներն եմ, կույր եղբայր, ամուսին, երեխա, եթե նրանք նույնիսկ փորձեն փոխել իրենց համարները, ես միևնույն է կգտնեմ նրանց, կիմանամ նրանց ով լինելը, որտեղ ապրելը, դու ինձ հասկացար, չէ՞։ Դե որ հասկացար, ուրեմն նաև պիտի հասկանաս, որ դու ոչ մի բան չես տեսել, ես քո երևակայության արդյունքն եմ, սա երազ է, միստիկա, իսկ երազներին հավատալ չի կարելի։
Արտայից։ Ոչ մի բան։ Ես էլ եմ ասում, ես քո ընկերոջը չեմ ճանաչում։ Բայց Գոկորին ինձ ասեց, որ քեզ երեկոյան հյուրանոցում տեսել է, ու առավոտյան էլ է տեսել։ Ոնց հասկանամ։ Հնարավոր է, որ տեսել է, ես երեք ամբողջ օրը մեջ հյուրի հետ եմ եղել։ Երեկոյան էլ տեղավորել եմ իրան հետ հյուրանոցում, առավոտյան էլ գնացել եմ իր հետևից։ Դու իմ անցյալի մասին շատ բաներ չգիտես, Նանե։ Ես կուզենամ դու մի բան իմանաս, որ ես շատ լուրջ, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն եմ անցել։ Ու կարողանում եմ հասկանամ, թե մարդ երբ է սուտ խոսում։ Ես սուտ չեմ խոսում։ Իսկ եթե չես հավատում, գուցե ստի դետեկտորով ստուգես։ Կներես, ես չեմ ուզում քեզ վիրավորել, ինձ ճիշտ հասկացի։ Ուղղակի իմ ընկերոջ հետ շատ վատ բան է պատահել։ Նրան ձերբակալել են մի բանի համար, որ ինքը չի արել։ Այդ նույն հյուրանոցում, որտեղ դու ես եղել երեկոյան։ Գիշերը սպանել են Գոկորի ընկերուն, երբ որ ընկերս քնած է եղել։ Դու պատկերացնում ես այդ մարդու վիճակը հիմա։ Պատկերացնում եմ, բայց ես ինչ կապ ունեմ այդ ամենի հետ։ Ես չեմ ասում, որ դու այդ ամեն ինչի հետ կապ ունես, բայց կարող է դու ինչ-որ բան ես տեսել, որ կարող է օգնի մեզ Գոկորին արդարացնելու։ Ես նորից եմ գրկրում, որ ես ոչինչ չգիտեմ։ Իսկ հեռախոսդ ինչ պայմաններում ես կորցրել։ Մոտ այնպեսի տպավորություն է, որ դու ինձ հիմա հարցաքնում ես։ Ես ընդամենը իմ գործն եմ կատարել, ուրիշ ոչինչ։ Ու շատ հնարավոր է, որ քո ընկերը ինձ այնտեղ տեսել է, բայց ինքը բացի ինձանից նաև կարող էր հազար մի ուրիշ մարդ տեսնել։ Իսկ հեռախոսը չգիտեմ որտեղ եմ կորցրել։ Լսի Նանե ջան, եթե դու մի բան գիտես, կամ ինչ-որ բանի ականատես ես եղել, ու հիմա չես ուզում դրա մասին խոսես, ես պատրաստ եմ քեզ պաշտպանեմ, հավատա։ Ավ ես ամուսին ունեմ ու հարկ եղած դեպքում ինքը ինձ կպաշտպանի։ Իսկ հիմա եթե վերջացրել ես, ես գնամ, արդեն ուշ է։ Կարող ես գնալ, հեսա վարորդին կասեմ քեզ կճանապարհի։ Մերսի, ես մեքենա։ Հարևություն։ Ինչ-որ բան չես ասում, Նանե։ Այո, դու արդեն այսներ ես Ռազմիկ, իսկ միգուցե միանացում ես, նենա սպասիր գալիս եմ, դե ինչ կներեք, անհետացքերի գործեր են, ես պիտի գնամ, մի քանի րոպեից կգամ։